Մայիսի 21-ին ավարտվում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, որից հետո ԱՀ խորհրդարանը վերջերս կատարած սահմանադրական փոփոխությամբ կարող է նոր նախագահ ընտրել, քանի որ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ ընտրություններ անցկացնել։ Գլխավոր հարցն այն է, թե ով կառաջադրվի նախագահի պաշտոնում։ Սամվել Շահրամանյանի մտերիմները տպավորություն ունեն, որ նա առաջադրվելու ցանկություն չունի։ Սակայն ներկայիս խորհրդարանի համար նա միակ ընդունելի թեկնածուն է, որին 17 падգամավոր պատրաստ է կողմ քվեարկել։ Հիշեցնենք, որ Արցախի նախագահի ընտրության առաջին փուլում 22, երկրորդում 17 կողմ ձայն է հարկավոր։ Առաջիկայում հնարավոր է կոնսուլտացիաներ սկսվեն Արցախի ներկայացուցչությունում հասարակական քաղաքական շրջանակների հետ։ Եթե չգտնվի բոլորի համար ընդունելի թեկնածու, ապա Շահրամանյանին պետք է համոզեն, որ շարունակի տանել իր խաչը, որ ինստիտուտը չլուծարվի։ Ապրիլի 22-ից 23-ը տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին հրավիրված են 200-ից ավելի հյուրեր, պաշտոնյաներ, դեսպաններ, ՀԿ ներկայացուցիչներ։ Հրավիրվածների թվում է նաև վարչապետի կինը, կրթվել է նորաձև է արշավի հեղինակ Աննա Հակոբյանը, որի թիկնազորը մի քանի օր է դեսանտ է իջել Գաայում, տարածքն են ուսումնասիրում, գրաքննում հյուրերի ցանկը, փորձում բարձել հրավիրվածների ինքնությունը, ոմանց մասնակցության վրա անգամ վետո են դնում։ Թե ովքեր են, ում չի ուզում տեսնել տիկինը, մեզ առայժմ չասացին։ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը մեծ զրույցում հաստատեց Աննա Հակոբյանին հրավերը, ինչպես նաև որ թիկնազորը եկել պտտվել է, բայց ասաց, որ դեռ մասնակցությունը չեն հաստատել։ Դեռ պարզ չի, ինձ իմ տեղակալն ասել է, որ ախրանայից եկել նայել են, բայց բան չեն ասել։ ՀՀ նախագահը գալու է, ԱԺ փոխնախագահ Արշակյանը նույնպես, բայց իր մասով բան չեն ասել, նկատի ունի Աննա Հակոբյանին։ Նախկինում էլ են հրավիրել, չի եկել, բայց այս անգամ ասացին, որ ախրանան եկել է, մնացածը չգիտեմ։ Իսկ ախրանան եկել ինչ է արել, ես չգիտեմ։ Դուք չեք այդ կառույցի ղեկավարը։ Եկել նայել են, հետաքրքրվել բան ու գնացել, մեզ էլ բան չեն ասել, գալու հետ կապված ասել են կտեղեկացնենք։ Իսկ ինչու եք Աննա Հակոբյանին հրավիրել որպես երիտասարդ գիտնական։ Մենք բոլոր հիմնադրամներին, բարեգործական ընկերություններին ենք հրավիրում, Իմ Քայլին էլ ենք հրավիրել։ Իսկ ո՞րն է այդ կառույցներին հրավիրելու իմաստը։ Իսկ ինչու չպետք է մասնակցեն։ Նկատի ունեմ համագործակցում եք, թե նախկինում էլ ենք արել, բայց ինչ կա դրա մեջ, գրողների միությունն էլ է ՀԿ, բոլորին հրավիրում ենք։ Այսինքն տարբերություն չկա գրողների միության եւ իշխանական Իմ Քայլի միջև։ Դուք արդեն քաղաքական հարցեր եք տալիս, ինտերվյու չեմ տալիս։ Ապրիլի 9-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառել նվազագույն աշխատավարձի 300 ապատիկի չափով, այսինքն 300,000 դրամ։ Հանձնաժողովն ուսումնասիրել է գնումների էլեկտրոնային համակարգը եւ բացահայտել, որ 2024 թվականի մայիսի 14-ին համայնքային կարիքների համար նա Greek Business ՍՊ-ի հետ տեղսպասարկման պայմանագիր է կնքել, որի սեփականատերը նրա եղբայրն է Գրիգոր Փարսյանը։ Եվ քանի որ այս մասին քաղաքապետն առանձին գրավոր հայտարարությամբ չի հայտնել հանձնաժողովին, ինչը հանրային ծառայության մասին օրենքի պահանջ է, սա դիտարկվել է որպես գործողություն, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման։ Իհարկե բարեկամներով գործանելը մեզանում ազգային բնավորություն է, բայց մյուս կողմից էլ զարմանալի չէ, որ հենց Կապանի քաղաքապետն է հանձնաժողովի թիրախում։ Նկատենք, որ իշխանությունը նրա դեմ տրամադրվել է այն բանից հետո, երբ Կապանի քաղաքապետը ջերմընդունելության էր արժանացրել Սյունիք ժամանած Բագրատ Սրբազանին։ Մեկ նրա սուբվենցիաների փաստաթղթերն էին քրքրում, մեկ նրա հոր, եղբոր ընկերությունների ֆինանսական փաստաթղթերը։ Հիմա էլ ահա տուգանք։